հետևից էին եկել, պարոն Դանիելյան, հա? Լուրջ։ Դրա համար է հարցում։ Չէ, այդ լուրջ եք ասում, պարոն Դանիելյան։ Ու ոստիկանները եկել են դրա համար։ Ինչ հա սպասվում ձեզ ձերբակալություն։ Դա պարոն Դանիելյան, եթե կարելի առանձին էլի, մյուսները չեն գրում։ Այս խաղաղության պայմանագրին ինչ որակում գտաք, որտեղ հանրապետականները կապիտուլյացիա, երկրորդ արդեն կապիտուլյացիան համարեցին, դուք ինչ անուն գտաք ընդհանրապես այս Արարատ Միրզոյանի ամբողջ բացատրությունները լսելուց հետո։ Տեսեք, մեր որևէ մի հարցադրմանը հոդաբաշխ պատասխան չկար։ Մենք եկել ենք այստեղ լսելու օրինակ, որն է Ադրբեջանի զիջումը, ինչ ա լինելու դրանից հետո։ Ոչ մի պատասխան այս մարդը չտվեց, ասեց, որ այս ինչ-որ որ համաձայնեցրել ենք, այսինքն ինչ-որ պարտադրվել է Ադրբեջանի կողմից, դա պետք է ընդունենք ու սպասենք տեսնենք ինչ ա լինում։ Կարճ որ ասեց, ասենց ամփոփես հետ այս մարդկանց ասածը։ Այսինքն որևէ մի, ասենք, հեռանկար, որևէ մի, ասենք, հայկական կողմի համար շահայկան որևէ մի կետ, որևէ մի նախադասություն չկա։ Այս ամեն ինչի մեջ ասենց ասեմ, աչք զարնող կամ գրավիչը դա անունն է, խաղաղության խաչմերուկ, խաղաղության պայմանագիր, խաղաղության էս, խաղաղության են, ուրեմն մեր ժողովրդին հասել է մի այնպիսի վիճակի, իրանք են, էլ ահաբեկիչի հոգեբանություն ունեն այս մարդիկ, ահաբեկիչի գործելավոճով են գործում։ Հիմա եկել են հասել են մի իրավիճակի, երբ որ մենք ուրեմն այսքան զիջումներից, այսքան աղետներից, այսքան ավերներից հետո հիմա Ադրբեջանն ուզում է որոշակի առումով ինքը ֆիքսի իր հաջողությունները անցնի առաջ։ Ես նաև իմ ելույթի ժամանակ ասի, բացի այն պահանջներից կարող են բանավոր փոխըմբռնումներ, որ իրանք, չգիտեմ, ոնց են իրար փոխըմբռնում, բայց իրար փոխըմբռնում են։ Ու սա անվերջանալի է, դուք տեսեք, Հաջիևը արդեն փոխհատուցումներից է անցել խոսում 60 միլիոնի Երբ որ Հայաստանում հայտարարություններ էր հնչում խաղաղության մասին, այդ նույն րոպեներին Ադրբեջանը հերթական մի քանի պահանջ ներկայացրեց։ Մի քանի պահանջ, կես ժամվա մեջ մի քանի պահանջ ներկայացրեց։ Եվ դրա համար է ասում, նաև իմ հորդորն է, դուք ի վիճակի չեք, իզորու չեք կարող։ Դուք տեսեք 20 թվական պատերազմից առաջ Հայաստանի Հանրապետություն եւ հիմա եկել ենք հասել ենք 2025 թվականի հիմի մարտի քանիսն է չգիտեմ մարտի 14 այդ ժիժումները հերթով տեսեք էլի Արայիկ Հարությունյանը գրառում էր արել, ասում է Հայաստանի ոչ մի իշխանություն այն դուխը չի ունեցել խաղաղության գործընթացը ավարտին հասցնելու, այն մեկը ինքնասիրահարված էր գնաց, նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյան, մյուսները խաբելով, ֆռռցնելով, ուրիշ բան բանակցել են, ուրիշ բան են ասել։ Դուք այդ դուխը չեք ունեցել հարցերը լուծել։ Դե խաբել ֆռռցնելը այս իշխանությունների թիվ 1 գործելավոճն է, թիվ 1 Այսինքն իրանցից ավելի լավ կոնկրետ հստակ օրինակ է, չէ՞ որ ես ձեզ ժամանակահատվածը ասում եմ, հենց այդ ժամանակահատվածում է ինչեր է կատարվել եւ ինչ են ներկայացնում։ Ինչ են ներկայացնում մարդիկ։ Արցախը քանի կար ասում են Արցախը մեր հայրենիքն է։ Հիմա ես որ եկել հասել եմ նրան, որ արցախցիների 10,000 դրամն էլ չեն տալիս։ Այս ցցուն օրինակն է խաբելու մանիպուլյացիայի ստի կեղծիքի ոնց է լինի Այստեղ դուխի հարցը չի, որովհետև Արարատ Միրզոյանն էլ ասում է 30 տարի իշխանության էիք, լուծեիք այդ հարցը ձեր ուզած ձևով։ Նախ այդ 30 տարի իշխանություն, չգիտեմ, ումի նկատի ունի օրինակ 30 տարի, այդտեղ են խափում։ Ով է 30 տարի իշխանության եղել։ Ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը եղել, Սերժ Սարգսյանը եղել, Ռոբերտ Քոչարյանը, մի այդքան էլ հիմա իրանք են։ Հարցը եկել է հասարակ մի բան են ասում եք 18 թվականից հետո ձեզ փաթեթ տրվել է, մարդիկ բանակցել են, բերել են հասցրել են այդ կետին, որ իրանց փաթեթ է տրվել։ Այդ փաթեթի չի խոսում այս մարդը, չի ասում այդ փաթեթը ինչ կար, ինչ առաջարկներ կար։ Եկել են հասցրել են դրան, Արցախ ազատագրելով
անվտանգության գոտի ստեղծելով, Հայաստանի սահմանները ամրապնդելով ու թղթով Միսկի խումբա գործել, որ հիմա ուզում են լուծարեն Միսկի խումբը։ Բերել հասցրել են այդ կետին 18-19 թվականներին, այդ առաջարկները, որ ձեր սեղանին ա եղել, արդեն բերած հասցրած այդ կետին։ Տարբեր ղեկավարներ իրանց հերթին ինչ որ մի կետ մի քարը, որ ինչպես նաև ասեց մեր Լևոնը Քոչարյանը, մի քար ավելացրել են, դուք ինչ եք արել։ Դուք ձեզնից ասեք, ոչ ազատագրման հետ կապ ունեք, ոչ այս երկրի կայացման հետ կապ ունեք, ոչ առաջին հանրապետության ստեղծման հետ կապ, ոչ մի բան հետ կապ չունեք, ասում եք ձեզ համարձակություն չեք ունեցել, դուք համարձակություն չեք ունեցել այս քայլին գնալու։ Սա համարձակության քայլ է։ Սա համարձակ քայլ է։ Եթե Արցախը, ուրեմն Արցախ էջը փակելը, այս Արցախում էթնիկ զտում ցեղասպանություն է իրականացել Ադրբեջանը, այնտեղ հայ չի մնացել։ Էտա համարձակ քայլը։ Կամ էտա համարձակ քայլը, որ Տավուշից զիջելով գնում են, կամ էտա համարձակ քայլը, որ ցեղասպանություն են ուրանում։ Էտա համարձակ քայլը, որ Արարատը, ասում են Արարատի վրա մի նայեք, էլի, էտա համարձակ քայլը։ Մի նայեք Արարատի վրա։ Սահմանադրություն են փոխում, էտա համարձակ քայլը։ Անկախության հռչակագրից հրաժարումն է համարձակ քայլը։ Այդ առումով շատ համարձակ են։ Շատ համարձակ։ Ընդդիմությունը ի՞նչ է պատրաստվում անել։ Ստորագրվում է, ենթադրենք Ադրբեջանի բոլոր պահանջները կատարում են, ինչ եք դուք անելու, ոնց եք։ Տեսեք, ընդդիմությունը միշտ պայքարի առաջնագծում է։ Ես ոչ թե մենք մեր սխալներով հանդերձ, որի համար ես բազմաթիվ անգամներ իմ հայրենակիցներից ներողություն եմ խնդրել։ Ասել եմ մեղավորը ես եմ։ Ես իմ մեջ եմ գտել այդ մեղավորության իմ բաժին պատասխանատվությունը։ Բայց սա ոչ մեկ կուսակցության, ոչ մեկ դաշինքի, սա մեր ազգի խնդիրն է։ Մեր ժողովուրդը, այդ իրանք էլ են ասում, դե լավ չէ, թող ժողովուրդը ոտի կանգնի, մեզ հեռացնի։ Չի կանգնում։ Պետք է բավարար չափով, ես չեմ ասում, որ չի կանգնում մարդիկ կլեն, որ մեր այն ընկերները, որ միշտ կանգնել են, պայքարել են, բակ ասեն, բա մենք կանգնել ենք։ Փառք ու պատիվ խոնարհումս իրանց Ժողովրդին կանգնացնող պետք չի, կանգնացնող։ խոնարհումս իրանց դե բայց դե մենք նենց չէ՞ որ պատվալներում կամ տներում կամ սենց սելֆի ձողը վերցրած բան ենք արել, ասել ենք ժողովուրդ ջան, դուրս եկեք պայքարեք, բան մենք բասկաթոռներին պարկենք։ Մենք պայքարել ենք դրա համար էլի։ Դրա համար եւ առողջություն եւ չեմ ուզում էլի նենց տպավորություն ստեղծվի որ բան եմ, բայց մեզնից մեր ամեն ինչը մեր առողջությունով, մեր հետապնդելով մեր ընկերների, միշտ մի քրեական գործերով գնում ենք, սա ոչ թե մեղադրանք է, ճիշտ հասկացեք։ Այլ ուզեմ ասել, ինչ ձեզնից հասնում էր արել եք։ Կարող է մի 5 բան էլ 10 բան էլ չենք արել, որ պետք է անենք, բան արդարացում չի էլի։ Բայց ուզեմ ասեմ, սա մեր խնդիրն է, հիմի վաղը միսօր որ այս ամեն ինչը որ եղավ, դրանից չեն տուժելու, քպականի ընտանիքներն էլ են տուժելու։ Այսինքն, այն մարդիկ, որ վախենում են հիմի արտահայտվեն, վախենում են, որ մի խոսք ասեն, ասենք հիմի չեն ասում, բայց հոգ ու խորքում ես կարծում եմ, որ մեջներին էլի մարդիկ կան, որ հասկանում են, որ սա վերջը սրա վերջը ինչ ալնելու։ Բայց այս գործելա ոչ ես շատ էլ եմ կրկնեմ, էլի շատ ոչ մտահոգի չեն խոսքը, չէ՞, սա արդեն իսկ Սա վերջս մարդիկ արդեն էլ ոչ մի բան չկա, գոյություն չունի։ Հիմա ասում բան Արևմտյան Հայաստանն ասում բանն է։ Շիրակի մարզն ու Արմավիրն է։ Սենց գնալով էսա Չարբախը կասի ներքին Արևմտյան Հայաստանը։ Հա, էսա կասի բան է, էս իմ կառավարական դաչայից այն կողմ է ձորը Արևմտյան Հայաստանն է։ Արևմտյան բերեք սահմանազատենք, սահմանագծենք։